Դերասանուհի և հումորիստ Զառա Սահակյանը շարունակում է իր սոցիալական էջերում ակտիվ գործունեություն ծավալել։ Զառայի անձնական կյանքն ու գործունեությունը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են։ Դերասանուհին իր ինստագրամյան էջում հաճախ կիսվում է աշխատանքային նորություններով, սակայն օրերս ցավալի լուր է հայտնել։ Նա հրապարակել է լուսանկար և գրել. «Մնա լույսերի մեջ, իմ մանկության ամենաբարի, լուսավոր Ասիկ ջան»։ Զառան չի մեկնաբանել, թե կոնկրետ ով է լուսանկարի տղամարդը։ Star News-ը միանում է ցավակցական խոսքերին և ձեզ ներկայացնում այդ լուսանկարը։ Շարունակելով մեկ հոլովակում ներկայացնել Աստղային օրվա տարբեր իրադարձություններ, նշենք, որ դերասան Արմուշն էլ սոցիալական էջերում նոր հայտարարություն է տարածել, որը բավականին մեծ արձագանք է գտել համացանցում։ Առաջարկում ենք լսել դերասանի խոսքն առանց մեկնաբանության։ Բարի օր հայեր ջան, մի հատ շատ շտապ հայտարարություն ունեմ, հատկապես մեր գործընկերների հետ կապված, առհասարակ ում հետ պայմանավորվածություններ ունեմ մինչև տարվա վերջ։ Շատ վատ բան է տեղի ունեցել, առավոտյան արտանում եմ, հիմնականում ես միշտ նայում եմ օրացույցով, թե ինչ ունեմ անելիք եւ մի քանի օր հետո ինչ ունեմ կամ վաղը կամ այսօր կապ չունի, իմ անելիքներն եմ նայում։ Եվ այսօր առավոտյան արտանում եմ, տեսնում եմ, որ օրացույցից բոլոր նշումները ջնջված են, չգիտեմ ինչու ոնց ստացվեց եւ անգամ փորձեցինք մասնագետների հետ բերել եւ հասկացանք, որ կորել է ուղղակի օրացույցից մեջի նշումները ամբողջությամբ կորել է, ջնջվել է։ Խնդրանքս հետեւյալն է, ում հետ ամսի քանիսին ինչ պայմանավորվածություններ ունեմ, կլինի նկարահանումներ, կլինի հանդիսություններ, մի խոսքով պայմանավորվածություն ուղղակի հանդիպման, կապ չունի։ Ես կխնդրեմ, որպեսզի ինձ անհատական նամակով, ովքեր իրենց մոտ նշումներ ունեն արած, թող ինձ գրեն, ես եւս մեկ անգամ ինձ մոտ նշումներ անեմ ժամով, օրով, թե ում հետ ինչ պայմանավորվածություն ունեմ։ Խնդրանքս հետեւյալն է, գրեք ինձ անհատական նամակով, ես ինձ մոտ նշումները վերականգնեմ։ Շնորհակալություն, ինչ արած տեխնիկա է, մի օր էլ սենց է լինում էլ, անգամ մարդը երաշխավորված չէ, որ մնաց տեխնիկան, խնդրում եմ գրեք, եթե հնարավոր է նաև տարածեք, որ իմ մոտ բոլոր պայմանավորվածությունները օրացույցից ջնջվել են, ինձ գրեք, ես ինձ մոտ կրկին նշումներ անեմ, շնորհակալ եմ։ Մեկ ամիս անց կկայանա բլոգեր Էվելինա Խանոյանի հարսանյաց արարողությունը։ Բլոգերը պարբերաբար իր սոցիալական էջերում խոսում է այդ մասին, սակայն առավել հաճախ նա իր նշանածի Յանի մասնակցությամբ տեսանյութեր է հրապարակում, ինչը երբեմն քննադատվում է, երբեմն էլ շատ մեծ արձագանք է գտնում համացանցում։ Հերթական հոլովակում Էվելինա Խանոյանն ու նշանածը նկարել են «Նորմալ է, թե նորմալ չի» շարքը։ Առաջարկում ենք դիտել այն առանց մեկնաբանության։ Նորմալ է, նորմալ չի իմ կես բրիտանացի, կես ֆրանսիացի նշանածի հետ, ով հայերեն ի դեպ չի հասկանում։ Նորմալ է, որ 4000 դրամը մայկայի համար ասում ես թանկ է, բայց շաբաթվա մեջ 8 նոր երկիր ես թռնում բիզնես կլասով։ Նորմալ չի։ Միանշանակ նորմալ չի։ Նորմալ է, որ ես ինչ ուզում հագնում եմ, ուզում գնում եմ, ոչ մի բանի վրա չես խոսում։ Նորմալ չի։ Ոնց նորմալ չի։ Նորմալ չի։ Նորմալ է, որ դրսում միշտ ահավոր արագ ես քայլում ու հետևիցդ հեվալով, վազելով հազիվ հասնում եմ։ Նորմալ է։ Հասկացա։ Նորմալ է, որ պապատ իմ տան մաքրուհուն որպես հարգանքի նշան հայերեն է ողջունում, բայց այդ կինը Ֆիլիպին է։ Նորմալ է։ Նորմալ է, որ ես քո մամային մամա չեմ ասում ու չեմ ասելու։ Նորմալ է։ Նորմալ է, որ մամաս քեզ յանչիկ ասում ու որպես պատասխան միջև հիմա դու իրան մամչիկ ես ասում։ Յանչիկ, մամչիկ, նորմալ է։ Հասկացա։ Նորմալ է, որ կեչուպ ու տենց լոլիկով սոուսներ հանգիստ ուտում ես, բայց եթե հանկարծ սենդվիչի կամ շաուրմայի մեջ լոլիկ լինի, ուշա գնաց ես լինում։ Լոլիկ ված, նորմալ չի։ Նորմալ է, որ քո համար հայրենի դասընթաց եմ առել, բայց ոչ մի դաս չես անում։ Նորմալ չի։ Միանշանակ նորմալ չի։ Այսքանը։ Այս նորմալ է, որ քեզ շատ եմ սիրում։ Նորմալ է։ Մոդել և հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը հերթական անգամ տեսանյութ է հրապարակել ու ցույց տվել իր Get Ready With Me շարքը։ Առաջարկում ենք դիտել տեսանյութ, գնահատել Լուսինե Թովմասյանի գեղեցիկ տեսքը։ Միասին ենք պատրաստվելու ծննդյան երեկոյի։ Սկսենք մեյքափից և անցնենք առաջ։
Սխալ բան եմ բերել։ Շատ խառնում։ Դու իմ get ready-ների մեջ ես միշտ։ Ամենակարևոր բանը դա զգեստ ընտրելն է եւ զգեստը ընտրված է։ Այս խանգարում է, էլի։ Cement lovner cherry. Bizim no cherry no. Mesela marmit. Երգչուհի Ռիփսիմե Հակոբյանն իր սոցիալական էջերում որդու մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակում։ Ռիփսիմեն հոլովակում հորդորում է որդուն բժիշկ դառնալ, իսկ թե ինչպես է նա պատասխանում, առաջարկում ենք լսել հենց այս պահին։ Հետո իսկ դու կդառնաս բան բժիշկ, որ ես ուզում եմ դու բժիշկ դառնաս։ Ինչի։ Որտեղ բժիշկը դժվար է դառնալը։ Դժվար է։ Ինչի է դժվար, պետք է ընդամենը լավ սովորես։ Ո՞նց լավ է։ Ես դերասան դառնամ։ Չէ, խնդրում եմ դու դերասան մի դարձի։ Ես դերասան եմ դառնալու։ Արդեն կազմակերպել ենք։ Կազմակերպել ենք։ Ո՞վ է կազմակերպել։ Մենք չեմ կարա բժիշկ դառնալ։ Դառնա բժիշկ լինի, Ես ուզում եմ դու լինես մեզ օգնող բժիշկը։ ուրիշ աղջիկ լինի, հետո։ Չէ, ես ուզում եմ դու լինես, կլինես Ռոբերտ Մարտինիչ։ Խնդրում եմ։ Ո՞նց կարա դերասանը կազմակերպեք, հետո բժիշկը կազմակերպեք։ Կազմապերկենք։ Հա։ Հա, կարա։ Դե փորձենք էլի։ Ինչն ես։ Մենք յակտենք։ Դու էլ իմ աշխարհիկն ես։ Հա։ Լուիսն ես։ Հա։ Մի օրից քանի տարեկան ես դառնում։ 5 Հետո միանքներ դառնանք իրանքի, միատեքներ մենք ուշապտի լինի իմ ծուրտը կլնի։ ահա։ Բա ինչ երազանք ես պահելու քո ծնունդի տորթը փչելուց։